Կարծում եմ, որ հաջորդ հաղորդման մեջ արդեն մինչդատական վարույթով ասելիք կունենամ։ Գլխավոր դատախազի արձագանքն է մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ падգամավորի հարցին։ Աննա Վարդապետյանն ասաց, հրապարակային դատաքննություն է տեղի ունենում, որի մասով այս պահին ասելիք չունի։ Ինչպես է ստացվել, որ նվիրատվության ճանապարհով պետությանը տրված Golden Palace հյուրանոցը գնահատվել է 18 միլիարդ դրամ, բայց վաճառվել 5 միլիարդ դրամով։ Падգամավորների հաջորդ հարցն էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի զեկույցը ներկայացնող գլխավոր դատախազին։ Կարևոր հանգամանք կա։ Խոսքը պատճառված վնասի կամ հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ ելի ունենք։ Օրինակ բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը եւ կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները, համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու եւ ցանկանում է նաեւ պետությանը պատճառված վնասը վերականգնել։ Տվյալ դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։ Վարույթ կա նաև Հովիկ Աբրահամյանի հայտնի առանձնատունը արգելանքից հանելու եւ վաճառելու մասին, թե ինչպես է դա ստացվել, Աննա Վարդապետյանն ասաց, որ տեղեկությունը փակ է եւ դիմելու դեպքում կարող է ստանալ падգամավորը։ Արփի Դավոյանը հարց ուղեց Ստեփանավանի Զորամասի գույքի վաճառքի վերաբերյալ, երբ 180 միլիոն դրամանոց գույքը վաճառվել էր ցածր գնով։ Երբ երասխ 1 Զորամասի հետ կապված պրոցեսներ տեղի ունեցան, ես ահագին, այսպես ասած, հույս է ինձ ներշնչել, որ գուցե այդ մեծ Զորամասի հարցնել կլուծվի։ Միայն Ստեփանավանի Զորամասը չէ, եւս դրանից բացի 7 Զորամաս է, հա հիմա ասեմ ինչն է պատճառը։ Բոլորը նույն սխեմայով էին դուրս բերվել Պաշտպանության նախարարության բալանսից, եւ այս բոլոր 8 Զորամասերը մի վարույթում են հիմա քննվում հակակոռուպցիոն կոմիտեում եւ գտնվում են իմ հսկողության ներքո, որովհետեւ գիտեք, այդ երասխ 1-ով, երասխ 2-ով մենք ունենք արդեն, այո, վերադարձ, ոչ թե վերականգնում։ Վարդան Ղուկասյանի ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցը ստացվել է 2024 թվականի օգոստոսին, երբ դեռ չկային ընտրական գործընթացներ, թեմային անդրադարձավ կառավարող խմբակցությունից Ալխազ Ղազարյանը։ Մինչ այդ քրեական վարույթով դատարան ուղարկված առանձին գործ է առկա, մանրամասնեց Վարդապետյանը։ Ավելի վաղ է դատարան ուղարկվել, քան ապօրինի գույքով հայցն է։ Եվ վարույթն էլ վերաբերելի է 2019 թվականից հարուցված քրեական գործի, նախկինում քրեական գործ էր կոչվում տվյալներին, հիմա գտնվում է դատարանում։ Իմ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմաթիվ անգամ ասել է, որ եթե հնարավորություն ունենա նմանատիպ հողհատկացումները եւ այլն նորից կշարունակի եւ կկատարի։ Բացի դրանից, ինչպես եւ տեղյակ եմ, գործով անցնող վկաներ կան, ովքեր որ հիմա շարունակում են եւ աշխատում են համայնքապետարանում։ Ես խնդրում եմ ձեր գնահատականը, արդյոք սույն անձը որևէ ազդեցություն չի ունենա այդ վկաների վրա։ Չեմ բացառում, որ առաջիկայում էլի այդ հին վարույթով որոշակի դրվագներ լինեն, որոնք կգնան դատարան, բայց դա կապ չունի ոչ մի քաղաքական process-ի հետ։ Մենք բազմաթիվ համայնքի ղեկավարներ ունենք, որոնց դատի ենք տվել այս նույն սխեմայով կատարված չարաշահումների եւ հողահատկացումների համար, այստեղ քաղաքական գնահատական մենք չենք տալիս, մենք իրավական գնահատական ենք տալիս, տվել ենք, ուղարկել ենք դատարան։ Ընդդիմությանն էլ հետաքրքրում էր Գյումրու ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթները, որոնցից 2-ն ուղարկվել են դատարան։ Հիշեցնեմ, որ այս հայտնի տատիկներին վերաբերող գործը եւ ի զարմանս ինձ նախագծությունը շատ արագ ընթացավ եւ գործ ուղարկեցին դատարան։ 2 քրեական վարույթ հակակոռուպցիոն կոմիտեն է ուղարկել դատարան եւ դրա վերաբերյալ դատարան ուղարկելու փուլում են արդեն հրապարակումներ արվել, այո, ճիշտ եք։ Նաև պետք է հիշեցնեմ, որ մենք էլի վարույթներ ունենք, չգիտեմ հետևել եք թե չէ, նաև 21 թվականի ընտրությունների հետ կապված, այդ թվում պատժին վերաբերող, երբ անձը, որը ընտրակաշառք էր առաջարկել եւ 2 դատարաններ որոշել էին, որ պայմանական կարող են պատիժը պայմանականորեն կարող է չկիրառվել, Վճռաբեկ դատարանը արդեն իմ բողոքի հիման վրա անձին դատապարտեց ռեալ ազատազրկման ընտրակաշառք տալու համար։ Ուստի այս առումով արագությունը նորություն չի, քանի որ այն բոլոր ապացույցները, որոնք պետք է ձեռք են բերվում հենց այդ ընտրական գործընթացի փուլում եւ հետո դրանց գնահատականը որպես կանոն երկար ժամանակ չի պահանջում։ Պարոն Մելքոնյանը, ձեր խմբակցությունից Գառնիկ Դանելյանը գնացել նստել էին ընտրակաշառք բաժանող ուժերի կողքին ավականու նիստի ժամանակ։ Ընտրակաշառք բաժանող ուժերը այն ուժերն են, որոնք միավորվել են Վարդան Ղուկասյանի շուրջ,
որի շուրջ քրեական գործերը արդեն իսկ կա 4 անձել տվել է խոստովանական ցուցմունք, իսկ Վարդան Ղուկասյանը նիստից հետո վերակենում ասում է ՔՊ-ն ընտրակաշարք է բաժանել, լրագրողները հակընդդեմ հարց են տալիս, ասում են, ինչի՞ չեք վիճարկում ընտրությունները, ասում են, դուք պետք է անեք, ասում են, ինչի՞ չեք դիմում դատախազություն, ասում են, դուք պետք է անեք։ Մարդը հայտարարություն է անում, որ ինքը ոչ լեգիտիմ ձայներով, այսպես ասած, ընտրված քաղաքապետ է, դրանից հետո մեղադրում է լրագրողներին, ասում է, ընդունեք հանցագործության մասին հաղորդում, հետո մամուլով, ոչ մամուլով, մարդը եթե ասում է, որ այս ինչ ձայները կեղծվել են, այն իրան շուրջ հավաքված քաղաքական ուժերի շուրջն էլ կա ընտրակաշարքների վերաբերյալ հաղորդումներ, ուրեմն այդ ամբողջ process-ը ոչ լեգիտիմ է։ Ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձումից մինչև հանցավորություն ու կոռուպցիայի դեմ պայքար, զինվորական ծառայության ու պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխումից մինչև թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։ Գլխավոր դատախազի ավելի քան 180 էջանոց հաղորդումն ընդգրկում էր բոլոր ուղղությունները։ Աննա Վարդապետյանը հրապարակեց հանցագործությունների ցուցանիշը, նվազում կա, բայց ոչ առանձնապես ծանր հանցագործությունների գծով։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, 2023 թվականի 40,666 դեպքի փոխարեն։ Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4,6%-ով, ծանր հանցագործությունների դեպքերը 598-ով կամ 9,8%-ով, 422-ով կամ 25,1%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, 2023 թվականին գրանցվել է 1678, 2024 թվականին 2100 դեպք։ 7,6%-ով աճել են դիտավորության պարողջությանը վնաս պատճառելու, 89,5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111,4%-ով թմրամիջոցների մաքսանենգությունները, 9,9%-ով խարդախությունները, 25,1%-ով համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, 2023 թվականին 2358 դեպք, նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2%-ով։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Անցած տարի ավարտվել է 38058 քրեական վարույթ, կայացված դատական ակտերով պետությանը կամ համայնքին փաստացի վերականգնվել է շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամի 18 միավոր անշարժ գույք։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանը ներկայացվել 44 հայց, 43 հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ է։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն։ 24 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն։ Հիշեցնեմ, նույնքան համաձայնություններ կնքվել էին անցած տարի, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, շուկայական արժեքը 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ է։ Իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը։ Օրինական ուժի մեջ մտած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում եւ Առինչ համայնքում գտնվող 2 գույքի նկատմամբ։ 2024 թվականի ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին է վերադարձվել մոտ 134 միլիոն 729 հազար դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց, մոտ 8 միլիարդ դրամով ավելի 2023 թվականի համեմատ։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։